Ողջունում եմ նաև մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, այսօր մնացեք մեզ հետ, ինչպես յուրաքանչյուր օր, որպեսզի իմանաք թե օրվա բաղադրատոմսը, թե այն անակնկալը, որի մասին խոսեց Սոնան, եւ իհարկե ներկայացրեց, որ պետք է այսօր մեր մատուցումը լինի շատ զատկական։ Ինչու ենք այդպես որոշել, որովհետև գիտեք մոտակա օրերին շատ հետաքրքիր եթերներ են ձեզ սպասվում, ուրեմն Թբիլիսիից, դրա համար մենք որոշեցինք մի փոքր ավելի շուտ նախապատրաստվել զատիկին եւ իհարկե ամենավերջում հաղորդման վերջում կմատուցենք այն համեղ ուտեստները, որ պետք է դնենք մեր տոնական սեղաններին եւ իհարկե այն զարդարանքը, որը մշտապես այսպես գեղեցկացնում է թե մեր բնակարանները, թե մեր սրտերը, թե մեր էսթետիկ այս հաճույքները, մեր աչքերը գեղեցիկի հետ շփվելով շատ այսպես յուրահատուկ էմոցիաներ են ապրում։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս մնանք մինչև վերջ մեզ հետ, որպեսզի այդ ամենին ականատես լինեք եւ ինքներդ էլ փորձեք հենց այսօրվանից պատրաստվել, նախապատրաստվել այս գեղեցիկ տոնին։ Չնայած զատկական տոնը, եթե շատ խորանանք, շատ ավելի իմաստալից է, դեռ իհարկե պահքի շրջանը չի ավարտվել, բայց արդեն նախապատրաստական աշխատանքները բնականաբար դեռ շատ ավելի վաղ շաբաթվանից պետք է սկսած լինեինք, նույն զարդարանքները, նույն այս նախապատրաստությունները եւ այլն, չխոսեմ, շատ ձեր ժամանակը չչարաշահեմ, ներկայացնեմ ընդհանրապես բաղադրատոմսը։ Այսօր երկու ուտեստ եմ առաջարկելու ձեզ, որը հատկապես ուրեմն մենք դնում ենք մեր տոնական սեղանին, մեր զատկական սեղանի զարդն է լինում։ Իհարկե բոլորս գիտենք, ձուկը պարտադիր պայման է, ձուկ պետք է պատրաստենք, պետք է ձուկ դնենք սեղանին, ձուկը քրիստոնեության հենց այն հիմնական սիմվոլն է, որը իհարկե գիտեք, նրա գլխի մեջտեղում կա հատուկ ոսկորը, որը նման է խաչի, դրա համար այն ժամանակ, երբ քրիստոնյաները հալածվել են, ավելի զուսպ են եղել եւ մեկը մեկին ձուկ փոխանցելով հասկացրել է, որ նա քրիստոնյա է։ Դրա համար պարտադիր պայման է սեղաններին ունենալ ձուկ եւ փլավը բրնձով փլավ պարտադիր է, չամչով փլավը։ Ես իհարկե այսօր բացառություն կանենք, վերջերս սովորություն է դարձել, մենք ոչ թե միայն չամիչ ենք ավելացնում, այլ ջրերի տեսականի, ընտեղենի տեսականի։ Այսօր մենք այս փլավը կպատրաստենք տարբեր տեսակի ջրերից, չամիչից, ծորիից եւ իհարկե մի փոքր այստեղ նուշի կտրտած հատիկներ ունեմ, ձողիկներ ունեմ, սա էլ անպայման կավելացնենք, որ ավելի հարուստ ճոխ համ փոխանցնենք։ Իհարկե շաֆրան կօգտագործեմ, շաֆրանը բնականաբար հայկական խոհանոցի հետ կապ չունի, բայց որպես հավելում, որպես գեղեցկացում, սա էլ կավելացնենք եւ իր դեղին գույնը այսպես հուշում է, որ բրինձն էլ այսպես դեղին, զատկական լինի, շատ գեղեցիկ լինի։ Սա առաջին ուրեմն ուտեստի մասին, կարևոր ուտեստի մասին եւ իհարկե կանաչիների մասին ասեմ, բազմապիսի կանաչու տեսականի ունենք, մեր զամբյուղը հարուստ է կանաչիներով, ասեմ այստեղ կա մաղադանոս, սամիտ, համեմ, սպանախ, կանաչ սոխ, այս բոլորը պետք է կտրատենք եւ հավկիթով շաղախենք, ալյուր լցնենք այնտեղ ու պատրաստենք ձվածեղի տարբերակ։ Իհարկե այս ուտեստը ասեմ, որ իրանահայերն են շատ պատրաստում, իրենց սեղաններին պարտադիր պայման է եւ այն կոչվում է քուքու, կանաչի տեսականով այս ձվածեղը ու շատ համեղ է եւ պարտադիր պայման է ձկան կողքին, փլավի կողքին ունենալ այս կանաչիներով ձվածեղը, որը շատ համեղ է, հավատացնում եմ։ Ցանկության դեպքում կարող եք այստեղ նաև ընկույզ ավելացնել այս ձվածեղի մեջ, եթե ոչ, ապա ոչ։ Հիմա կսկսեմ կամաց իմ գործը, ես արդեն եռացրած ջուրը այստեղ պատրաստ սպասում են, որ ես վերցնեմ, որովհետև մեզ պետք է գալու եռացրած ջուր, շատ շնորհակալ եմ Անահիտին, մեր աչք ձեռքը, մեր օգնականը, բոլոր հարցերում մեր կողքին է։ Ահա, այսպես, եւ մի բան էլ նշեմ, որ մեր փլավը մենք վերջում պետք է ուրեմն կացայի հատակին դնենք լավաշ, սա էլ այսպես ասած զատկի տոնին էլի
պարտադիր պայման է լավաշ ունենալը սեղաններին բնականաբար։ Սա իհարկե կթողնեմ մի կողմի վրա, դեռ շատ շուտ է սրան անդրադառնա, այս սրբիչով կծածկեմ, որ չչորանա։ Այսպես եւ կթողնենք մի կողմի վրա։ Եվ ես կսկսեմ կամաց իմ կարևոր աշխատանքը։ Սիրելիներս, իմիջիայլոց մի բան նշեմ, ես արդեն շտապել եմ, մի փոքր վաղ եմ այսօր տաղավարում եղել եւ հասցրել եմ հավկիթը խաշել, ներկել, խաշել։ Ճիշտ է, հիմա դուք կասեք, բայց հիմա հավկիթը չեն ներկում, բնականաբար հավկիթ ներկելու ենք շաբաթ առավոտյան, ներկենք, պատրաստվենք, նախապատրաստվենք, գնանք եկեղեցի, մասնակցենք պատարագին, ճաշակվենք, նշխարքը, այսինքն ուտենք եւ այնուհետեւ մեկ այսպես ճրակ վերցրած գանք տուն, որպեսզի նստենք այս տոնական սեղանների շուրջ։ Բայց քանի որ շատ բազմից ասացինք, արդեն շատ եմ երևի թե կրկնվում, քանի որ այսօր որոշել եմ զատկական սեղան պատրաստել, պարզ է պետք է որ ունենայինք ներկած հավկիթ։ Եվ ահա ներկել եմ հավկիթները, ամենապարզ, այսպես ասած, օրգանիկ տարբերակով, սոխի կեղևով եմ այն ներկել, որպեսզի այսպես շատ թե արագ ստացվի, թե գեղեցիկ ստացվի եւ թե բնական լինի։ Չնայած հիմա շատ են տարբեր տեսակները ներկելու, որոնք շատ սիրուն են։ Ես չեմ կարող չասել դրա մասին, շատ հնարամտություններ են հիմա մտցնում այս ներկման process-ի մեջ, որոնք շատ գեղեցիկ են։ Ես պարզապես ժամանակ չունեի, այդ պատճառով ամենահեշտ տարբերակն եմ ընտրել։ Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, եթե ժամանակի խնդիր կա, ամենահեշտ տարբերակն է։ Ինչևէ, սրան կանրադառնանք ամենավերջում։ Հիմա սկսենք մեր գործողությունները։ Մենք պետք է բրինձը խաշենք։ Բրինձը եփելու ենք ջրքամելով, այսինքն կխաշենք, կջրքամենք, որպեսզի կարողանանք հերթականությամբ շատ գեղեցիկ այս բոլոր չրեղենը շերտ առ շերտ շարենք եւ իհարկե ամենավերջում կլցնենք ու կարևորը որ հատակին պետք է լավաշ դնենք։ Այդ պատճառով ուրեմն կխաշեմ բրինձը, հետո մնացած գործողությունները։ Այս ընթացքում մենք հիմա պետք է դադար ունենանք, սիրելիներս։ Դադարի ընթացքում ես կհասցնեմ բոլոր կանաչիները կտրատեմ, բրինձը կդնեմ խաշվելու, այնուհետև միասին կշարունակենք։ Դուք չեք փոխում ալիքը, մնում եք մեզ հետ, այս պահին դադար, քիչ հետո կհանդիպենք։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող։ Այո, այսօր զատկական, տոնական, նախապատրաստական աշխատանքներ են այստեղ գնում։ Մենք պատրաստում ենք շատ համեղ ուտեստներ, կանաչով ձվածեղ, որը կոչվում է քուքու, եւ փլավ, որը մատուցելու ենք չրերով եւ լավաշով։ Սիրելիներս, ինչպես հիշում եք, ես ձեզ ասացի, որ պետք է բրինձը այսօր քամովի տարբերակով պատրաստենք։ Ահա, ես արդեն դրել եմ այն եփվելու, եւ հիմա այս պահին կարելի է առիթից օգտվել եւ այս բազմապիսի կանաչիները կտրատել ձվածեղի համար։ Ասեմ, որ այստեղ ունենք սամիտ, ունենք համեմ, մաղադանոց, կանաչ սոխ, սպանաղ, այս բոլոր տեսականիները պետք է ուրեմն կտրատենք եւ ավելացնենք, այսինքն պատրաստենք այն համեղ ձվածեղը, որի մասին ես խոսեցի։ Հիմա այս պահին մենք ես կտրատում եմ ուրեմն կանաչին, այստեղ մի հավելում միայն կանեմ, քանի որ բրինձը խաշվում է, մենք այս պահին պետք է ինչ անենք, սիրելիներս, սա այսպես էլի լայֆհակի տարբերակ է, որը խորհուրդ եմ տալիս օգտագործեք։ Մեկ ճաշի գթալ այստեղ մենք կլցնենք քացախ, ասեք ինչու, որպեսզի բրինձը ավելի հատիկավոր դառնա եւ ավելի ճերմակ լինի։ Մեկ գթալ քացախը հրաշք է գործելու։ Ահա լցնում ենք քացախ, մի փոքրել շաքարավազ կավելացնեմ, ինչու որպեսզի այս քացախը համայի փոփոխություն չտա բրնձին, այսինքն քացախի համը կոտրի շաքարավազը։ Այսպես գթալի ծայրով ավելացնենք, խառնենք, աղը ավելի ուշ կավելացնենք, քացախը իր գործը թող անի, քիչ ավելի ուշ կավելացնենք աղը։ Ահա, սա նկատի ունեցեք, սիրելիներս, շատ
այսպես էֆեկտիվ տարբերակ է։ Թողնենք խաշվի։ Հիմա ինչ ենք անում, մինչ կանաչուն կանցնեմ կտրատելու process-ը, ասեմ, որ պետք է շաֆրանը թրմենք։ Մշտապես, եթե հիշում եք, ես ձեզ ասել եմ, որ շաֆրանը եռացրած ջուր ենք լցնում մի փոքր շաֆրանի վրա, այնուհետև դնում ենք հենց բրինձը ջրքամվի, այդ պահին դնում ենք բրնձի մեջ ամանիկով, մեկ սուրճի բաժակով օրինակ, դնում ենք բրնձի մեջ գոլորշի օգնությամբ այն թրմվում է, բայց կարող եմ նաև մյուս լայֆխակ տարբերակ առաջարկել, մենք կարող ենք թրմել հենց սառույցով, սառույցով թրմելը շատ ավելի էֆեկտիվ այսպես արդյունք է տալիս, շատ ավելի շատ է բացում գույնը, ավելի արտահայտիչ է դարձնում շաֆրանի գույնը, այնպես որ սա էլ կարող եք փորձել, եթե իհարկե ձեռքի տակ ունեք իսկական շաֆրան, ոչ թե քրքում, այլ շաֆրան։ Ահա, սա էլ կթողնենք իր հունով սառույցը կհալչի եւ կոկնի, որպիսի այս ամբողջ ընթացքում, ահա, եթե նկատեցիք, շատ արագ այն գույնը արդեն տարածեց։ Եթե նկատվում է, եթե երևում է, շատ արագ ինքը գույնը տարածեց։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս այս տարբերակը փորձել։ Ահա, սա էլ դնում ենք մի կողմի վրա, որ մեզ չխանգարի։ Ավելի շատ կդնեմ այստեղ, որպեսզի աչքի առաջ լինի եւ մենք այդ ընթացքը նաեւ հետևենք, տեսնենք, թե ինչպիսին է։ Ահա, ես կտրատում եմ իմ կանաչիները։ Բավականին մանր է պետք կտրատել, խոշոր չթողնեք սիրելիներս, որովհետև խոշոր տարբերակով լավ չի ստացվի։ Մենք պետք է այն վերածենք տորտի տարբերակի, այսինքն տորտի պես մի ամբողջական երեսը կեփվի, հետո կշրջենք, հաջորդ երեսը կեփվի եւ այդպես տորտի նման էլ պետք է այն մատուցենք։ Այնպես որ դա էլ նկատի ունեցեք, իր հենց իրական օրիգինալ տարբերակը հենց այդպիսինն է։ Եվ շատ այսպես գարնանային ուտեստ է սա, անկախ նրանից զատկական տոնից, այն կարելի է մշտապես պատրաստել եւ ճաշակել, որովհետեւ թե շատ սննդարար է, թե շատ համեղ է եւ թե շատ գարնանային, թարմ կանաչիների ժամանակ է, այնպես որ խորհուրդ եմ տալիս առիթը բաց չթողնել եւ փորձել մշտապես պատրաստել այն։ Բաղադրիչներն էլ կանաչիները ճիշտ է շատ են, բայց բաղադրիչները հասանելի են եւ ինչ որ չափով մատչելի, ինչու ոչ։ Այստեղ մենակ կանաչիներն են եւ հավկիթը։ Ընդհանուր առմամբ որևիցե ուրիշ հավելում չկա այստեղ։ Եվ շատ հագեցնող է, միջայլոց ասեմ, եթե փորձեք, անպայման դուք էլ կհամաձայնվեք ինձ հետ, որ այն շատ հագեցնող է, քանի որ դες սպիտակուց կա, հավկիթ կա, կալցի կա, այնպես որ հաստատ շատ հագեցնող է։ Այ այսպես, ընթացիկ չենք մոռանա նաև բրնձի մասին, անընդհատ կխառնենք եւ զգուշ կլինենք, որ այն ավելորդ չեփվի, որովհետև ասեմ, մի փոքր պետք է բրինձը թերխաշ թողնենք, որ հետո էլի պետք է, երբ լավաշը փռենք կացայի հատակին, պետք է դնենք, նորից բերանը ծածկենք, թողնենք մի փոքր գոլորշով եւս եփվի։ Ես կարող եմ արդեն տեղափոխել այս կանաչիները ամանի մեջ, հետո շարունակել մյուս կանաչիները կտրատել, որպեսզի հարմար լինի, չնայած իմ տախտակը բավականին մեծ է եւ հարմարավետ, այսպես, սա կթողնենք մի կողմի վրա եւ կշարունակենք մեր գործը։ Ահա ընթացիկ, ինչպես ասացի, կհետևենք, կտեսնենք, որ որքան գեղեցիկ այսպես հալչում է սառույցը եւ շաֆրանը իր գույնը փոխանցում է ուրեմն այս ջրին։ Այսպես, անցնենք կանաչ սոխին։ Ցանկության դեպքում, սիրելիներս, կարող եք նաև
սովորական գլուխ սոխ եւս ավելացնել, բացի կանաչ սոխը կարող եք ավելացնել գլուխ սոխ։ Սա էլ նկատի ունեցեք, շատ էլի համեղ է լինում, շատ այսպես էլի յուրահատուկ համ է տալիս, այնպես որ կարող եք նաև թարմ սոխ օգտագործել։ Չրերը ավելի ուշ կտապակենք, չրերը կտապակենք, մենք ունենք հալած յուղով կտապակենք, դուք ցանկության դեպքում կարող եք կարագով տապակել, որովհետև ամենահամեղ տարբերակը հենց ստացվում է կարագով կամ յուղով, ոչ թե բուսայուղով։ Շատ մարդիկ ես գիտեմ, որ զատկի տոնին հենց ղափամա են պատրաստում, ինչու ոչ կարելի է, ճիշտ է, մենք ղափամա սովորենք աշնան այսպես մուտքը դիմավորել ղափամայով, բայց կարելի է նաև զատկական տոնին, ինչու ոչ, ղափաման շատ հարմար է, շատ սազում է նաև այս տոնին, այնպես որ կարելի է նաև ղափամա պատրաստել։ Ես ասեմ, որ զատկական տոնին բացի ուրեմն ձկան, ուրեմն ուտեստից, մենք անձամբ իմ ընտանիքը մսային կերակուրներ շատ ենք պատրաստում, շատ բազմապիսի տարբերակներ ենք պատրաստում, քանի որ իմաստը դնում ենք նրա մեջ, որ պահքի շրջանում կենդանական աշխարհից չեն օգտվել, այդ օրը արդեն կարող են բոլոր հրաշքներից օգտվել։ Ողջույն։ Հրաշալի իրավիճակ է, այստեղ ես բույրս զգում էի, բայց չէի պատկերացնում, որ այսքան շքեղ է ամեն ինչ այստեղ։ Իդեպ ես արդեն տեսել եմ դեկորները Ադրինեի զատկական եւ չգիտեմ դա ինչ այսպես հեքիաթային տոնի է վերածում, հեքիաթային տոն է սարքում այստեղ Ադրինեն, այնպես որ անպայման մնացեք առաջին ծրագրից ելի հեռուստադիտողներ, որովհետև ես գոնե անհամբեր եմ, որպեսզի մարդիկ եւս տեսնեն այն, ինչը մեր թիմով արդեն տեսել ենք։ Այո, ես էլ ուրախ կլինեմ, որ մնան մեզ հետ մեր հեռուստադիտողները եւ ավարտը իհարկե տեսնեն, իրենք էլ ողջևորվեն։ Դու երեք նշեցիր, որ մեր հեռուստադիտողներին էլ ողջևորենք, որ այսպես որոշեն եւ սկսեն զարդարանքներով եւս զբաղվել, դա էլ է կարեւոր, ինչու ոչ։ Այո, իհարկե։ Ամենակարևորներից է։ Մի փոքր շուտ ենք սկսել, իհարկե, ավագ 3 շաբթի է այսօր եւ մենք արդեն զատկական սեղան ենք պատրաստում, բայց այդ ամենը ինչպես արդեն բազմիցս նշել ենք սիրելի հեռուստադիտողներ, պայմանավորված է մեր թբիլիսյան եթերներով, որը վաղվանից արդեն կարող եք վայելել, որովհետև իսկապես շատ գեղեցիկ, շատ հագեցած եւ շատ վրացական եթերներ ենք պատրաստել ձեզ համար։ Ես վստահ եմ գերագույն հաճույք եք ստանալու դիտելիս, այնպես որ այսօր էլ այստեղ շատ հայկական Սուրբ Հարության տոնի արդիվ զատկական սեղան կունենանք։ Իհարկե ուրբաթ օրյա եթերում կունենանք նաեւ Սուրբ Հարության տոնին անդրադարձ Վրաստանից, մենք այնտեղ եղել ենք հայկական եկեղեցում, Սուրբ Էջմիածնում եւ զրուցել ենք քահանայի հետ ու ծանոթացել ենք թե վրացական իրականությունում հայկական համայնք ինչպես է տոնում Սուրբ Հարության տոնը, այնպես որ շատ հետաքրքիր եթերներ ենք պատրաստել, անպայման մնացեք առաջին ծրագրի հետ եւ հետեւեք մեր առաջիկա եթերներին։ Այո, դե շատ կարեւոր է եւ ես դուք նախորոք պլանավորած հենց այդպես գնացիք, որ պետք է անդրադարձ ունենաք այդ կարևոր տոնին եւ իհարկե մի բան դուք ինձ ասացիք, որ այնտեղ խոհարարի հետ եք հանդիպել եւ ձուկ եք ճաշակել։ Ավագ 5 շաբթի օրվա բաղադրատոմսը։ Այո, ես սա էի ուզում ասել, ինչու այսօր զատկական սեղանին մենք ձուկ չենք պատրաստելու եւ չենք ունենալու, միայն այդ պատճառով, որովհետեւ շատ մոտ օրերս դուք կտեսնեք այդ պատրաստման եղանակը եւ իհարկե եթե ձեզ դուր գա, դուք էլ ինքներդ կպատրաստեք, սակայն գիտենք, որ դուք ամենահամեղն եք պատրաստում։ Ադրինեն, ամեն ինչ հաշվել է, ոչ մի բան չի մոռացել, ոչ մի բան բաց չի թողել, այնպես որ եթե ինչ-որ բան հանկարծ տեսնեք չկա, իմացեք, որ առաջիկա եթերներում անպայման է, իհարկե։ Այո, անշուշտ դա այդպես է։ Եվ հիմա ընթացիկ տեսնենք, թե բրինձը ինչ վիճակում է։ Կարծում եմ քիչ ավելի ուշ արդեն կարելի է ջրքամել այն, քանի որ ես ասացի հեռուստադիտողին, որ պետք է մի փոքր թերխաշ թողնենք, որովհետև դեռ շարունակություն ունենք, դեռ այն պետք է եփվի, եւ եւս մեկ անգամ կրկնեմ, եթե կան հեռուստադիտողներ, որ հենց այս պահին միացան մեզ, ասեմ, որ ես այս ջրի մեջ ավելացրել եմ 1 ճաշի գթալ քացախ,
որպեսզի մեր բրինձը ավելի ճերմակ եւ ավելի հատիկավոր դառնա եւ իհարկե այստեղ ավելացրել մի փոքր շաքարավազ, որպեսզի քացախի համը չփչացնի մեր բրինձը, այնպես որ նկատի ունեցեք։ Այո, լայֆհակի տարբերակ է սա եւս։ Քանի որ ամեն ինչ պարզ է, կարող ենք կարճատև դադար ունենալ այս բան, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, եւս մեկ անգամ ողջունում ենք, հորդորում ենք միանալ մեզ հետ եւ մինչեւ վերջ մնալ մեզ հետ, որովհետեւ դեռ հետաքրքիրը առջևում է, պատուհանից դուրս մի նայեք, հորդում է անձրևը, ես ձեզ ասում եմ արդեն, որպեսզի ունենաք բարձր տրամադրություն, անկախ ամեն ինչից, որովհետեւ այսօր շատ հետաքրքիր գործով ենք զբաղված։ Սիրելիներս, ես ձեզ առաջարկում եմ այսօր երկու տեսակի ուտեստ զատկական սեղանը զարդարելու համար եւ վայելելու այս տոնը իմաստալից վայելելու համար։ Ինչ է մեզ պետք դրա համար։ Մենք ունենք բազմապիսի կանաչեղենի տեսականի, որով ձվածեղ ենք պատրաստելու։ Եվ իհարկե երկրորդ ուտեստը փլավ, որի մասին խոսեցինք, այն քիչ հետո սկսենք փլավի պատրաստումը։ Հիմա կանաչիներով զբաղվենք, քանի որ ամբողջությամբ կտրատված են, քանի թարմ են, սկսենք կանաչիներով աշխատել։ Ահա, ինչ է մեզ պետք այստեղ ավելացնել։ Մեզ պետք է ալյուր։ Ես այստեղ կօգտագործեմ 2 ճաշի գթալ ալյուր, մի փոքր աղ, աղի հետ մի փոքր զգուշ կլինենք, որովհետև կանաչին շատ արագ է աղը կլանում եւ եթե մի փոքր չափաբաժինը սխալ լինի, շատ աղի կստացվի։ Այստեղ սև պղպեղ ենք ավելացնում եւ իհարկե խառնենք։ Այնքան խառնենք, որ ամբողջ կանաչիները թաթախվեն ալյուրով։ Այնուհետև կսկսենք հավկիթը հարել։ Հավկիթը աչքաչափով ես կօգտագործեմ, բայց մեզ բավականին հավկիթ է պետք, որովհետև կանաչին շատ է, այդ իսկ պատճառով հավկիթ երևի թե շատ կօգտագործենք։ Եվ որքան շատ լինի, այնքան համեղ կստացվի մեր ընտիր ուրեմն ձվածեղը։ Ահա, փորձենք ամբողջությամբ շաղախել կանաչին։ Սիրելի Ադրինե, ողջույն Սոնաս, ողջույն։ Ահա, խնդրեմ, կարող ես խառնել։ Տեսակի։ Մարդ էի մանգալից գործի դնեի։ Ահա, այսպես, շատ շնորհակալ եմ քեզ։ Ես էլ կզբաղվեմ այս հավկիթի հարման process-ով եւ այս ընթացքում սիրելիներս արդեն կարող ենք թավան տաքացնել, որի մեջ պետք է տապակենք մեր այսօրվա ձվածեղը։ Մի քիչ այստեղ բուսայուղ կլցնենք։ Եվ իհարկե Սոնա դու այս կողմ չնայես։ Ինչու։ Յուղի հետ գործ ունեմ, դու այս կողմ չնայես, որովհետև Սոնան խուսափում է, ասում է յուղ ես օգտագործում։ Դու նոր ասում ես մի քիչ, ես ասեմ, բայց մի քիչ չէ։ Մի քիչ։ Բայց ընդհանրապես մի ներեցեք, սիրելիս։ Քանոր խոհանոցը ամբողջությամբ քոնն է։ Ինչ ուզում ես արա սիրելի Ադրինեմ եւ իրեն վերջում շատ համեղ ամեն ինչ ստացվում։ Շնորհակալ եմ, ապրես, շատ զգացված եմ։ Իհարկե իմ խոհանոցը հենց դուք եք զարդարում, առանց ձեր ներկայության այն հետաքրքիր չի լինում, այնպես որ շնորհակալ եմ, որ իմ կողքին եք մշտապես եւ ձեր համոհոտն էլ այս ամեն ինչի մեջ կա, առանց ձեզ չի լինի։ Այսպես։ Պետք է ամբողջությամբ տապակենք։ Այո, սա պետք է ամբողջությամբ ջրերի տեսականին ճոխճոխ օգտագործել են, որպեսզի տապակված պատկերացնող ինչ շատ համեղ է։ Այո, ես վերցնեմ մի թասիկ։ Ես կարծում եմ հիմա հեռուստադիտողները նստած դիտում են մեզ եւ մտածում են, լավ, ինչ եք անում ժողովուրդ։ Ոնց դիմանալ միջև շաբաթ երեկո։ Ինչպես համբերել միջև պատրաստում։ Ինձ թվում է նրանք։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ արդեն գնել են, տեղավորել են, չգիտեմ, ցորենը վաղուց պատրաստել են, բայց ամեն դեպքում այսպես առավոտ շուտ հիմա այս ամեն ինչը պատրաստելով ես իրոք հասկանում եմ եւ պատկերացնում սիրելի հեռուստադիտողներ, հիմա ինչ եք մտածում։ Այո, ես համաձայն եմ քեզ հետ, միգուցե մի փոքր էսպես անհասկանալի վիճակներ է, բայց դե հեռուստադիտող արդեն գիտի մեր պատճառը, այնպես որ, բայց սա մոտիվացնում է, այո, կդիմանալ, իմանալը գիտի, մնում է դիմանալ։
Ես ասեմ, այստեղ 3 հավկիտ արդեն կոտրած վիճակում կար, ես որոշեցի այստեղ մի քանիսն էլ ավելացնել։ Աչքաչափով, սիրելիներս, ես այստեղ հատուկ չափաբաժին հիմա չեմ ասելու, աչքաչափով մեզ պետք է որ ամբողջ հավկիթը այսպես պարունակի, այսինքն լցվի այս համեղ կանաչու վրա։ Մենք սա իհարկե կհարենք, բայց հիմա սիրելի հեռուստադիտողներ պետք է կարճատև դադար ունենանք, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ ասում եմ, թե ինչ ենք անում այս պահին։ Հիմա ժամանակն է, որպիսի ես հավկիթը ավելացնեմ կանաչու վրա, իսկ հավկիթի մեջ կլցնենք մի փոքր աղ եւ էլի մի փոքր սև պղպեղ, այն լավ կխառնենք եւ կլցնենք մեր կանաչիների վրա։ Ահա, մի փոքր հարենք էլի եւ լցնենք կանաչու վրա, ես փորձեմ, ահա, այսպես, լցրեցինք կանաչու վրա և սկսենք կանաչին խառնել ու տեղափոխենք թավայի մեջ։ Ասեմ, որ թավան արդեն մի փոքր բուսայուղ և հալած յուղ եմ օգտագործել այստեղ և հիմա պետք է լցնենք թավայի մեջ մեր կանաչեղենը, բայց պետք է շատ լավ խառնել, որպեսզի հավկիթը ամբողջությամբ ներքաշվի կանաչու մեջ եւ իհարկե որպեսզի մեր թխուկը շատ համեղ լինի։ Եթե տեսնում եք ինչ որ բան այն չէ, այսինքն հավկիթը ավելի քիչ է քան կանաչին, բոլորովին հարց չկա, հենց նույն պահին կարող եք նորից հավկիթ ավելացնել, ինչը ես կանեմ 2-3 հավկիթ եւս ինձ թվում է այստեղ կարիք կա ավելացնել։ Ահա, մի փոքր էլ խառնեմ ու ըստ դրա կհասկանամ ինչ է մեզ պետք։ Պարզապես կանաչիները շատ թարմ են եւ չոր վիճակում, ուստի այսպես մի փոքր երկար է պետք խառնել, որպեսզի այն թաթախվի։ Բայց մենք հենց հիմա մի 2 հավկիթ էլ կկոտրենք անմիջապես հենց մեր կանաչու վրա։ Ահա, այսպես։ Եվ իհարկե էլի կխառնեմ։ Կխառնենք և կլցնենք արդեն թավայի մեջ։ Ահա, շատ հոյակապ է։ Ամեն ինչ տեղն ընկավ, սիրելիներս։ Եվս մեկ անգամ կրկնեմ այստեղ ինչ կանաչիներ կա, ունենք մաղադանոց, սամիտ, համեմ, սպանախ և կանաչ սող։ Այս բոլոր մշտապես օգտագործվող կանաչիները կարելի է միախառնել, լցնել հավկիթ եւ ստանալ շատ համեղ ուրեմն ձվածեղ։ Այսպես ես լցնում եմ արդեն թավայի մեջ, այն տաք է, ճիշտ է ես այս պահին անջատել էի, բայց շատ տաք է թավան։ Ահա։ Սա էլ թողնում ենք մի կողմի վրա, այս թավայի մեջ հիմա չրերն ենք տապակելու։ Լցրեցինք մեր կանաչեղենը։ Իրեն պետք է այսպես շատ լավ հարթեցնել։ Ես հիմա բահիկի օգնությամբ ամբողջությամբ կանաչին տեղափոխեմ։ Եվ հիմա փորձենք հարթեցնել այն։ Այսպես։ Քիչ հետո բերանը թավայի կծածկենք եւ իհարկե, ահա, այստեղ մեր այս մյուս թավան շատ է տաքացել, ես տեղափոխեմ այս կողմ, ահա, քիչ հետո բերանը կծածկենք թավայի եւ կթողնենք եփվի։ Այսպես, սա մեր կանաչով ուրեմն ուտեստը։ Անցանք հաջորդին։ Սիրելինս, այս կաթսայի մեջ ես ունեմ արդեն էլի բուսայուղ եւ յուղ, այստեղ պետք է լավաշը տեղադրենք եւ իհարկե փլավը լցնենք։ Բայց մինչ այդ, ուրեմն մեր չրեղենը կավելացնենք յուղի մեջ, մեր նուշի կտորները, ծորին եւ իհարկե չամիչը։ Այս ամենը կթողնենք յուղով տապակվի։ Այստեղ ավելացնելով մի քիչ շաքարավազ, շատ քիչ գթալի ծայրով,
Այսպես։ Եվ իհարկե մեր թրմված շաֆրանը հոյակապ գույն ունի այն։ Շատ զգուշությամբ, ահա այսպես։ Շատ զգուշությամբ այն ավելացնենք, խառնենք և թողնենք հանգիստ մարմանդ տապակվի։ Այստեղ ինչ ենք անում, սիրելիներս։ Ես 2 կտոր լավաշ արդեն կլոր ձևով կտրել եմ մեր կաթսային համապատասխան և պետք է դնենք կաթսայի հատակին։ Ինչ ենք անում, ուզում եմ կտորների բաժանել, որպեսզի վերջում ավելի հեշտ լինի ճաշակելը։ Երբ տապակվեն այս լավաշները, շատ հետաքրքիր և համեղ համ են ունենում։ Միշտ փլավի լավաշը շատ ավելի համեղ է, քան ինքը փլավը։ Ահա այսպես, եռանկյունիների բաժանեցի, հիմա կշարեմ կաթսայի հատակին, այսպես, հերթականությամբ դնենք, վերջ, ահա տեսեք թե ինչ տեսք ունի այն, և արդեն պետք է փլավը մենք, սա վերջում կօգտագործենք, մեր բրինձը պետք է ավելացնենք, ահա այն ջրքամվել է, սիրելիներս ես այս պահին երևի թե տեղափոխություն կանեմ, որ ինձ հարմար լինի, մեր չրերն էլ տապակվել են արդեն, մի քանի րոպե այստեղ շատ անհրաժեշտություն չկա երկար պահելու կրակի վրա, ահա, հիմա բրինձն ենք ավելացնում, ես ձեռքերով հենց կավելացնեմ, ահա այսպես, տեսեք որքան հատիկավոր և ճերմակ ստացվեց մեր բրինձը, ինչի մասին խոսում էի, քացախի հետ կապված, որ քացախ եթե ավելացնեք, կամ իմիջիալոց կիտրոնի հյութ, ողջույն ասած։ Շատ ողջույն, ինչով օգնեմ այս տոնական երուզերի մեջ քեզ, բայց այնքան գեղեցիկ են գույները ստացվել, այնքան անուշ է բուրում։ Ես հենց հիմա բրնձի վրա կլցնեմ մեր այս համեղ չրերը, կխառնենք այսպես։ Սա վերջին շերտի համար է։ Այո, վերջում կդնենք մեր բրնձի վրա և իհարկե կծածկենք շորով բերանը և մեր այս գեղեցիկ փլավը կեփվի։ Այստեղ մի փոքր շաֆրան ենք ավելացնում։ Դամ։ Իդեպ ես ընդմիջման դադարի ընթացքում ասում էի, որ մեր խոհանոցը այսօր այնքան էլ սովորական խոհանոց չէ, այլ ինչ-որ հրաշագործ վայր ոնց որ լինի, որովհետև այստեղ այսօր հրաշքներ են տեղի ունենում սիրելի հեռուստադիտողներ։ Ընդհանրապես ես կարծում եմ հրաշքների տոն է զատկական տոնը, ինչպես Սուրբ Ծննդյան տոնը, մի տեսակ յուրահատուկ զգացողություններ ունես այս ամենի հետ կապված, եւ իմիջիալոց հենց այս պահին ուզում եմ նշել, որ բրնձի խորհրդանիշը հենց մարդկության խորհրդանիշ է, ինչու են հատուկ բրնձով փլավ պատրաստում, որպեսզի այս խորհուրդը ունի, մարդկությունն է, իսկ չամիչը, որը իհարկե միմիայն չամիչ են պատրաստում, ավանդական տարբերակը ընտրյալներն են, այդպես են ասում, այսինքն Սուրբ գրքում այդպես է, ընտրյալներ էլ կան, չէ, ընտրյալներն են, ես սա ամենավերջում պահում եմ ձևավորման համար, այսպես, այնպես որ սա պարտադիր պայման է, չամիչով բրնձով փլավը սեղանին պետք է լինի և իհարկե ձուկը պարտադիր պետք է լինի, որը էլի խոսեցինք, որ քրիստոնեությունն է խորհրդանշում և ներկած հավկիթները, որոնք մենք արդեն ունենք, իսկ ներկված հավկիթը, իմիջիալոց ներկված հավկիթի մասին մի բան ասեմ, մի ամբողջ կյանք մենք կարծել ենք խաղալիս հավկիթները, որ կոտրում ենք, որ հավկիթը չկոտրվի, հենց դա հաղթող է դուրս գալիս, բայց իրականում այդպես չէ։ Իրականում հաղթող է դուրս գալիս այն անձնավորությունը, ում ձեռքի հավկիթը կոտրվում է, որովհետև այն այսպես են մեկնաբանում, որ գերեզմանն է, այն քարանձավն է, որը ճեղքեց և այն լույսը,
Քրիստոսի լույսը դուրս եկավ, այո, սա հարության խորհուրդն է եւ հաղթում է այն մարդը, ում ձերքի խավկիթը կոտրվում է, այնպես որ սա էլ նկատի ունեցեք։ Հետաքրքիր է շատ։ Այո, ինձ համար էլ էր բացահայտ։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե տեսնում եք այս ամբողջ Երուսաղեմ խանութային եւ այսպես շատ մեծ քաղցեք զգում, առաջարկում եմ կաթնամթերքով սկսեք ձեր առավոտը, սառնանից վերցնեք Էլոլա Ապրանքանիշի անարատ կաթից պատրաստված կաթնամթերքը եւ անպայման վաղ առավոտյան կաթնամթերք օգտագործեք, որովհետեւ դա շատ օգտակար է, իսկ մեր գործընկերը առաջարկում է իսկապես անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, ինչպես նաեւ այս Երուսաղեմի այսպես ընդհանուր գեղեցիկ տարանները Տրամոնտինան է առաջարկում, որը բրազիլական բրենդ է, հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար եւ արդեն հասանելի է հայ սպառողին եւ այն կարող եք ձեռք բերել քաղաքի լավագույն սուպերմարկետներից։ Դե էլ ինչ Սուրբ Հարության տոն առանց գինու, իսկ գինին իհարկե առանձնացնում ենք Իջևանի գինու գործարանից, որովհետեւ այնտեղ անմահական գինիների տեսականի կա, ինչպես նաեւ այս գործարանը հայտնի է իր պահածոների լայն տեսականիով, հյութերի լայն տեսականիով, որոնք բոլորը փաստում են եւ հիշեցնում են տնական համի ու հոտի մասին։ Այո, դու ճիշտ ես, գինու մասին խոսեցիր, ես էլ նշեմ հատկապես գիտենք, որ այո, կարմիր գինին շատ այդ պահին այդ տոնին կապակցությամբ խորհրդանիշն է Հիսուսի արյունը եւ նշխարքը չմոռանանք, որ վերջին ընթրիքին ասած հացը իմ մարմինն է կերեք եւ գինին իմ արյունը, այն թափված արյունը, որը մարդկության մեղքերի համար է թափվել եւ հատկապես նշխարքը գցեք բաժակի մեջ մի փոքրիկ կտոր գինին վրան լցրեք, որպեսզի նշխարքը թաթախվի եւ այդպես հայր մերը ասելով, աղոթքը ասելով շակեք, հետո նստեք ճոխ սեղանների շուրջ։ Այս փոքրիկ մանրուքները, իհարկե մանրուք չեն, սա մեծ խորհուրդ է, բայց մենք երբեմն այսպես մոռանում ենք կամ խույս ենք տալիս, չենք փորձում պահպանել, բայց շատ գեղեցիկ է ամեն ինչ եւ շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ, խորհուրդ եմ տալիս այդ ամենին հետևել, որքան որ հնարավոր է։ Եվ այս վիճակները մենք տնավարի է շատ այսպես թափթփված վիճակներ, բայց շատ արագ այո, կհավաքենք, ամեն ինչ կարգի կբերենք, մեր ուտեստները կպատրաստվի եւ չմոռանանք կատնահունցի մասին։ Մենք 3 կատնահունց ենք պատրաստել, որը Էլիզատկական սեղանի խորհրդանիշն է, այն այսօր բարիքն է, անպայման։ Միայն մենք այսօր մեր սեղանի կարևոր դետալը չունենք, ածիկ չունենք, որը իհարկե ցորենից, գարիից ցանում են եւ աճեցնում են, ցավոք սրտի չեմ հասցրել բերել, բայց գիտեմ, որ դուք անպայման ունեք եւ անպայման դնելու եք ձեր սեղաներին։ Բայց դուք չգիտեք Ադրինեն ինչքան բան է հասցրել բերել, որովհետեւ ինձ թվում է եթե դա էլ բերել, այդտեղ չեր անի, այստեղ այնպես որ ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու, ընդամենը մի քանի րոպե անց, բայց մինչ այդ մենք դեռ ունենք շատ լավ հյուրեր, իրենց պետք է ողջունենք եւ հետաքրքիր զրույց ունենանք իրենց հետ, այնպես որ մնացեք անպայման առաջին ծրագրի հետ։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Սիրելիներս, այսպիսի տոնական եթեր եմ ես ձեզ մաղթում, ինձ եմ մաղթում առաջին հերթին, հետո դուք, որպեսզի մշտապես մեզ հետ մնաք, այո, դուք էլ մեր եթերների ներկայացուցիչներն եք։ Ես ամենալավն եմ ձեզ ցանկանում, թող այսպիսի ճոխ սեղանները, այսպիսի գեղեցիկ սեղանները մշտապես հետապնդեն ձեզ։ Եղեք միմյանց նկատմամբ շատ ուշադիր, եղեք շատ սիրող մեկը մյուսին։ Այս հրաշալիքների տոնը թող վերածվի ամբողջ տարվա ընթացքում, բոլոր յուրաքանչյուր օրերին թող այսպեսի տոն լինի մեր տներում, մեր սեղանները այսպես առատ, մեր հոգիները պարզ ու մաքուր։ Սա ամենակարևորն է։ Շատ սիրեք իրար լիքը համբույրներ, գրկախառնություններ միմյանց հետ եւ մշտապես մեկս մյուսի թիկունքում կանգնած։ Սա է կարծում եմ ամենակարևորը եւ մեր Տիրոջ խորհուրդը հենց դա է կարծում եմ։ Միշտ ավետում է հենց դա. սիրեք միմյանց, հույս, հավատ եւ սեր։ Իմ հրաշագործ Ադրինե, սա ինչ հրաշք է խոհանոցում, շատ գեղեցիկ է, շատ շնորհակալ ենք քեզ այսօրվա շատ գեղեցիկ, շատ տոնական եթերի համար եւ ես առաջարկում եմ եւս մեկ անգամ հիշեցնենք Բաղադրատոմսերը եւ թե ինչ ուտեստներ են այստեղ մեզ մոտ արկա։ Իհարկե սկսենք երևի կուլիչից, որովհետեւ 3 արդեն այնտեղ Զարթար, ես արդեն չգիտեմ որտեղից սկսել եւ ինչից խոսել։ Խնդրում եմ
առանձնահատուկ ֆիքսենք, որովհետև 3 է պատրաստվել եւ Ադրինեն գնել էր այդ շատ գեղեցիկ թղթե փոքրիկ տարան իր համար հատուկ պատրաստված եւ այնտեղ արդեն հավկիթի խորհրդանշով զարդարված եւ անպայման այն գրվածքը, որը ես զարնեց իմ աչքը, երբ խանութ մտա ու տեսա Սուրբ Զատիկ է գրված, թող բոլորի սեղաններին լինեն նմանատիպ փոքրիկ դետալներ, որոնք աչք են շոյում եւ սիրտ են ուրախացնում, ինչու ոչ։ Եվ իհարկե այս բրինձով պլավը, կանաչով ձվածեղը, որը շատ կարևոր է մեր սեղանի զարդն է հիմնական, իհարկե կատնահունցը, ներկված հավկիթները, անպայման ներկված հավկիթները, մյուսները պահել ենք շաբաթ օրը անպայման կներկենք, դուք էլ նույնպես արդեն այս զարդարանքը արեք, հավկիթները կներկեք շաբաթ օրը ու կվայելեք տոնը։ Շնորհակալ եմ կրկին ու կրկին, ես վստահ եմ հեռուստադիտողների անունից եւս, որովհետեւ իսկապես ամեն ինչ շատ գեղեցիկ է, ես վստահ եմ ամեն ինչ շատ նույնքան համեղ է, որքան գեղեցիկ է, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, նախապես, քանի որ մեր առաջիկա եթերները կլինեն Թբիլիսիից, նախապես շնորհավորում ենք բոլորիդ Սուրբ Հարության տոնը եւ մաղթում ենք, որպեսզի շաբաթ օրը անպայման լինեք եկեղեցիներում, մասնակցեք Սուրբ Պատարագին եւ հետո վերադառնաք ընտանիք եւ քանի որ շատ ընտանեկան տոն է, շատ գեղեցիկ տոն է, ձեր ընտանիքի անդամների հետ դիմավորեք Սուրբ Հարության տոնը, նշեք շատ բարձր տրամադրությամբ եւ իհարկե սրտանց ես եւ շատ սիրելի Ադրինեն մաղթում ենք, որպեսզի բոլորիս ընտանիքների Աստծո ձեռքը, Աստծո լույսը միշտ լինի եւ բոլորը շատ օրհնված լինենք եւ թող օրհնված լինի նաեւ մեր Հայաստան աշխարհը։ Այո, շատ ճիշտ ես ասում, միանում եմ քո հրաշալի խոսքերին, այսպես եւ իհարկե նաեւ չեմ ուզում մոռանալ մեր Սփյուռքում ամբողջ աշխարհում սփռված մեր հայությանը, ապահով եղեք սիրելիներս, Աստծո ձեռքը ձեր գլխին լինի եւ իմացեք, այստեղ հայրենիքում միշտ հիշում ենք եւ սպասում ենք ձեզ։ Աստված ձեզ հետ լինի, Աստված բոլորիս հետ լինի եւ իհարկե ամենակարևորը մեր մայր Հայաստանի հետ։ Եվ այսօր կրկին սիրելի հեռուստադիտողներ, այս ամենը պատրաստված էր մեծ սիրով